Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք։ Բարի լույս չեմ ասում։ Չեմ կարող ասել, որ լույսը բարի է։ Երեկվա բուրըն քննարկումներից հետո ինչ որ մի տականք, որը որ գրզո կոչեցյալ է, մինչև որ դուք ձեր սուրճը վայելեք առավոտվա, դուք ինձ կվայելեք մի քանի րոպե։ Ուրեմն ես խոսալու եմ ըստ ձեր լեզվով։ Գիտեմ, որ շատ բազմաթիվ մարդիկ կան ու երեք շատերն են ինձ գրել, որ մի բան անենք այսօր, արձագանքենք եւ այլ եւ իմ արձագանքին էլ են սպասել, որ ես պետքա երեք արտահայտվեի։ Ոչ, ես արտահայտվել եմ իմ գրառմամբ, բայց հիմա ես շատ սթափ ու շատ հանգիստ, որտեղ ես սպասել եմ, որ հենց առավոտը լինի։ Խոսեմ հենց իրանց լեզվով։ Նմանատիպ տականքները, փողոցայինները, որոնք որ ընկել են այդ խոսափողը, որ բերում են դնում են բերաններիդ, դուք արդեն չգիտեք, երևակայությունների մեջ եք ընկնում։ Չգիտեք ինչ խոսակ, ոնց խոսակ, ինչ ասեք։ Հիմա գրզո ես, ալեն ես, թե ինչ երևույթ ես, ես թքած ունեմ ձեր բոլորի վրա։ Այ եթե դուք մի հատ սքուր նշանակեիք, գուցե եւ կիմանայիք Արցախում մի օրվա մեջ ինչքան զոհ է եղել։ Եթե մի փոքր հետամուտ լինեիք, այ փալասներ, փողոցայիններ, ուրիշ խոսք չկա, դուք պարոն չեք, դուք փողոցային եք բոլորդ։ Այ եթե դուք մի փոքր էլ հետամուտ լինեիք, հաստատ ձեր մեդիաներով, հաստատ ՀՀ-ի հանրապետության հեռուստաընկերություններով, հաստատ կիմանայիք այդ տղաները ինչեր են արել մեկ օրվա մեջ։ Եվ ոչ թե, եթե դուք չեք կարող տարբերեք 210-10-ից, նախ 210, 225-ը, երկրորդն էլ 200 հոգի ձեր համար ոչ մի բան է, այդ պլյուս մինուս 50-ն է դարել, կամ մնայք կռվեիք միջև վերջ։ Ու եթե մի քիչ ավել հետամուտ լինեիք, դուք կիմանայիք, որ Արցախի վերջի մարտական գործողությունների ժամանակ առանց որևէ մի օգնության, անգամներ ավել մեր տղաները ճնշել են հակառակորդին։ Դուք այդքանը չեք կարա իմանալ, որտեվ դա ձեզ պետք չի, որտեվ դուք այդ մարդիկ չեք։ Վերջի մարտական գործողություններից ելնելով բոլորդ կարծում եք, թե այդ տղաները, այդ երեխեքը, այդ ամուսինները ոչ եղել են, ոչ էլ, ընդհանրապես իրանք գոյության մեջ չեն եղել։ Հիմա խոսքս հղեմ անձամբ այդ տականքին։ Այդ որ կանգնում ասում եք 265 հələ ինձ նշում են ստեղ կներեք։ Այդ որ կանգնում ասում է սուտ ես ասում, մատնել ցցումա լրագրողին։ Ոչ մի բան Արցախում չի եղել, մի 10 հոգի է զոհվել։ Բերեք իմ որդուն ինձ տվեք։ Սպասում եմ։ Կարաք։ Եթե դուք չգիտեք ձեր հայորդիները ինչ են արել, ես ցավում եմ։ Ես ասել եմ, ես ասելու եմ, ես ապրեցրել եմ եւ ապրեցնելու եմ ամեն Աստծո օր ձեր աչքն էլ հանելով, բոլորիդ աչքը հանելով, մատս էլ ես կողելով ձեր աչքի մեջ խառնելով, բոլորիդ։ Ես ասելու եմ, որ այն ինչ որ արել է իմ Տիգրանոս, դուք ոչ մեկը չարժեք սիրա ոտի տակի կեղտին։ Հասկացանք իրար։ Այդ որ ասում եք, այո, 20 թվին, այո եւ այլ, այո, ճիշտ եք ասում։ 16, 20 հայրենիքի պաշտպանություն ա եղել, բայց 23 թվականին այ փնթի փարախներ։ Եթե դուք չեք հասկացել, 21 տարեկան իմ որդին հասկացել է ու գիտի, որ ինքը բացի հայրենիքի պաշտպանությունից նաև 120,000 կյանքի համար պատասխանատու է եղել։ Այդքանը ձեզ ոչ մի բան չի ասում, երբ որ 120,000 շունչ եղել են ցեղասպանության առաջ։ Չէ, իհարկե ոչ։ Ըստ ձեր լեզվով նաև ասեմ, վերընկեք տեղներդ, հանգիստ թողեք այդ երեխեքի ոսկորները։ Հերիքա դուք անընդմեջ, անընդհատ
Անընդհատ ու անընդմեջ դուք թիրախ եք կամ էլ թե չէ անընդհատ դուք ծնողներին ցավացնեք։ Երեք բազմաթիվ ծնողներ վատացել են։ Ինչի համար։ Դուք գիտեք, որ մենք ծնող ունենք, որ իր երկու որդիներն են եռաբլուրում հանգրվանում։ Չէ, դուք տեղյակ եք դրա մասին։ Թե ձեր համար դա ոչ մի բան է։ Հա էլի պլյուս մինուս 50 է, ինչ է եղել որ։ Դե իհարկե, ինչ է եղել։ Ոչ մի բան։ Ընդամենը մի օր մարտական գործողություն է եղել, պատում էշ։ Հեչ ոչ մի բան։ Դե ցանկանում եմ դուք էլ ընկնեք մեր օրը։ Դուք բոլորդ։ Դուք հələ շատ վատ օրեր եք տանելու։ Ու հերիքա պարակտեք, հերիքա այս ժողովրդի մեջ մցնեք այդ ատելությունը, ասել եմ ու ասելու եմ, եթե մտածում եք, որ դուք այդքան լավ տղա եք, դուք չարաշար շփոթվում եք, դուք տղա չեք, դուք տղամարդ էլ չեք, դուք փալասներ եք բոլորդ, մեկը գժանոցից փախած ասաղ աշխարհով մեկ խայտարակ արած, մեկը իրան եսի մինչի տեղա դրե, դե դու վաբշե էլի, գրզո կոչեցա, կանգնել ես հաթաթա ես բոլորին տալի, սաղին առել ես, սաղ Երևանի կեսի շինությունը քոննա ընգել ես եսի մում հետևից, ինչ ուզում ես արա, ուզում ես գլխիդ վրա ստոյկատուր ման արի, երեխեքին չկպնել, ոչ մի երեխու չկպնել ընդհանրապես, և հերիքա բոլա ձեզ բոլորիդ, թքած ունեմ ես սաղիդ վրա, ոչ էլ վախենում եմ ձեզանից, դուք ով եք որ, դուք ով եք, Դե փորձեք հələ մի անգամ էլ ասեք, ինչա ուզում եք որ ծնողները գան կառավարության առաջ ակցիա անեն եսի միջան, դո չի լինելու տենց բան, որտեվ ձեր նմաններին արդեն շանտեղ էլ պիտի չդնեն, այդքան մի բան, դե գնացեք ու վայելեք ձեր առավոտվա սուրճը, երբ որ ես ասել եմ, որ դուք բոլորդ պոռնիկներ եք, ընդեղ հավաքված նստած այդ խունտայով, այն որ նկարներ են հրապարակում, որ հենց ձեր ԿՊԱ-ական դեպուտատները նստած ոտերը տնգած ջահել կինա եւ ընդե գրածա ինչ ինք աշխատավարձ ստանում եւ զինվորները ինչքան են ստանում այ դրա մասին մտածեք եւ ամենաշատը ես այս պարագայում մեղադրում եմ ՊԲ-ի նախկին հրամանատարին որ մի անգամ չի ելնում սրանց լեզուները չի սսկում չի ասում թե իր բանակը ինչ է արել եւ ավելին էլ ասեմ Եթե դուք էդ եք այ քակերած շան նման, որ պիտի ներողություն խնդրեք, խոնարհվում եմ 210 չեն 210 են, եթե ձեր համար այդ 210-ը հեչ է, մի խոնարհվի, ես եմ ծնողը, իմ դեմը պիտի խոնարհվես, ես դրա կարիքը չունեմ։ Դու այդքան չկաս, որ գաս իմ մոտ խոնարհվես։ Իրոք դու չկաս այդքան։ Գնացեք ու վայելեք, ոչխարներ։ Հաջողություն։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, ծանոթներ եւ անծանոթներ։ Ճիշտն ասած, մի քանի խոսքով եմ եկել ստեղ, հաշվի առնելով, որ հունվար ամսից կոնկրետ Facebook ընկել է իմ հետևից ու ոչ մի անգամ արդեն, որ ես սև ցուցակում եմ լինում, բլոկում եմ լինում իրանց մոտ, ես որոշեցի այս մի հարցով, որ երեկվայից ինձ շատ մտահոգում է, մտնեմ մի քանի խոսքով արտահայտվեմ։ Ես հիմա մի քիչ հետո պատրաստվում եմ գնամ Ծիգոյի մոտ, չի ուզում ճիշտ ասած ընդեղից այդ եթերը անեի, ասեցի ավելի լավ ասած կարճ ու կոնկրետ։ Հա, այն ինչ որ ես իմ պոստում այսօր գրել եմ այդ աշխատանքի վերաբերյալ այդ հեչ այդ մի կողմ դրած, բայց ավելի կարևոր ու ավելի գլոբալ հարց կա, որը որ ինձ շատ անհանգստացնում է։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, խոսքս հողում եմ հատկապես Ղարաբաղաբնակ հայրենակիցներիս մասին, ես ուղղակի ձեզ խնդրում եմ, եթե իմ խոսքս ինչ որ միտեղ ձեր համար մի փոքր նշանակություն ունի, ես խնդրում եմ այդ ապուշ կամրամ ռազմավարը ինչ զիբիլա ներողություն որ տենց եմ արտահայտվում, ինչքան ուզում եմ իձսպեմ չի ստացվում, խնդրում եմ իրա այդ դրած մեր եղբայրական գերեզմանոցով, որ ինքը տենց քայլելով գնում է ու դուք տենց առատ Դες հավեսով ու շատ լավ դնում եք ձեր էջերում ու կիսվում եք, խնդրում եմ մի արեք նման բաներ։ Անում են իմ ընկերներից էլ, ֆրենդերից կան, որ ես տեսա, նկատեցի, որ դրել են, անում են այն մարդիկ, որոնք որ իրականում չունեն
կորուստ։ Ну, համենայն դեպս նման մարդկանց եմ ես հանդիպել մի քանիսը։ Ես խնդրում եմ, հանեք այդ ձեր էջերից։ Դուք չեք պատկերացնում, դուք ինչ ցավ եք պատճառում մեր բոլոր մայրերին, հայրերին, ծնողներին։ Այդ մայրերը, որոնք որ իրանց երեխեքին թողել են գերեզմանները Ստեփանակերտի եղբայրականում ու հիմա տարապում են մեր երեխեքի շիրիմների մոտ, որոնք որ գտնում են ստե Եռաբլուրում, այդ ցավը դուք չեք կարող պատկերացնել դա ինչ է։ Я вам отвечаю, авторитетно заявляю. Մի ծնող ես եմ, մի ծնող էլ ես եմ, ու եթե ես նման բան տեսնայի, ես չգիտեմ ինչ կլներ իմ վիճակը։ Ամենն էլ տեսնում եմ, ոչ մեկ քոր չի, ամեն անգամ ասում եմ, մի կիսվեք ամեն ինչով չի կարելի կիսվել, այ ժողովուրդ ջան։ Неужели այդքան չի կարելի հասկանալ, որ ինչ կզգա այս կողքի կնիկը, այս ձեր ծանոթը, դուք չէ որ դուք ունեք լիքը ծանոթներ, լիքը բարեկամ ծանոթներ, որոնք որ իրանց երեխեքին կորցրել են ու իրանք մնացել են Ստեփանակերտում, իրանց շիրիմները։ Ինձ թվում է պետք չի։ Это мое личное мнение, մի նեղացեք ինձանից, ուղղակի ես շատ բաներ չեմ կարող արդեն գրեմ, որտեղ երբ որ ես մի հատ խոսքի համար ինձ արդեն բլոկում են։ Հիմա եթե ես գուցե էս էլ արտահայտվեի այդ ապուշի անունն էլ եթե գրեի, կարողա դրա համար է բլոկեն, որտեղ դա արդեն ցուկին ինչի, դա արդեն տեղական, այն որ ասա պատվալներում նստած գիտեք ովքեր են աշխատում։ Նենց որ խնդրում եմ ձեզ, մի դրեք, ես այսօր առավոտվանից ինչ բացել եմ Face-ը, ամբողջ իմ այդ լենտայում, ամենտեղ այդ կամերամա ինչա, ճիշտ եմ, չի ասում դրա ունի, այդ ռազմավարը իր էջից հանած, ինքը ոնց է մեր բրացկիով գնում, մեր տղերքի մոտով գնում ու շատ ահավոր է, խնդրում եմ հանեք ձեր էջերից, պետք չի որ դուք իրանց PR-եք, они, вы не видите, что они хотят нашей смерти, но какой смерти, медленной смерти, они вот так нас медленно убивают, если вы не знаете об этом, это так, это естественно так, не убивайте этих же родителей таким же путем, потому что для каждого родителя так и так это медленная смерть, каждый родитель умер в тот день, когда он узнал, что его ребенок погиб. Я это о себе тоже говорю. Я умерла именно в тот день, когда узнала об этом. Но однако, если моя жизнь, пока еще я дышу и пока я еще живу, я обязана что-то еще сделать в этой жизни, значит, я обязана. Они тоже, значит, обязаны, они должны жить. Понимаете? Բեկեք մի քիչ снисходительный լինենք, էլի։ Ու ամեն ինչ չի որ կիսվենք։ Հերիք չեն գժին են այս 2 օրա այդ իրա ապարելը ռուչկին են անում Արուս Կավկազի երկի տակ։ Տենց հաճույք եք ստանում, գերագույն հաճույք։ Հիմա էլ բերել եք մեր եղբայրական գերեզմանոցը ում համար եք դնում։ Ում համար, հարց եմ ուզում տամ։ Ձեր համար դա հաճելի է, իմ համար հաճելի չի։ Որտե մի ծնող էլ ես եմ։ Ու ես երբեք չէի ուզենա նման բան տեսա։ Եթե նույնիսկ ես ուզենայի տենայի իմ աչքերը կարոտած լինել, ես կուզենայի տենայի, բայց ես կյանքում չէի ուզենա դրա հետ կիսվեի։ Շնորհակալություն, կներեք, բիզաբիտ, առանց նեղանալու իրարից, դա ուղղակի որ ասում է կրիկ դուշի, որը որ ուզում էի անպայման ձեր հետ կիսվեի ու անպայման ասեի։ Բոլորից սիրում եմ։ Հաջողություն ձեզ։ Առողջ եղեք։